Իմաստուն պատասխաններ։ Ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի զինվոր 25 տարի ծառայեց թագավորական զորքում, բայց թագավորի երեսը չտեսավ։ Ծառայությունից վերադարձավ տուն ու որ թագավորից հարցնում էին, չէր իմանում ինչ ասի։ Դե ծանոթ բարեկամներն էլ սկսեցին նախատել. Բա էսպես էլ բան, 25 տարի ծառայես ու թագավորի երեսը չտեսնես։ Զինվորը ամոթից վեր կացավ ու ճամփա ընկավ թագավորի մոտ։ Եկավ պալատ, թագավորը հարցրեց. Ինչ կա զինվոր։ Էսպես, ձերդ պայծառափայլություն, 25 տարի Աստծո ու քո առաջ բարով խերով ծառայել եմ, բայց դե երեսը չեմ տեսել, հիմա եկել եմ տեսնեմ։ Դե տես։ Զինվորը 3 անգամ թագավորի 4 կողմը պտտվեց ու լավ մտիկ տվեց։ Թագավորը թե լավն եմ, թե չէ։ Լավն ես, ասաց զինվորը։ Դե հիմա ասա, երկինքը երկրից շատ է բարձր։ Էնքան բարձր է, որ այնտեղ գոռում են, էստեղ լսվում է։ Բա երկրի լենքն ինչքան է։ Էնքան, որ այնտեղ արևը դուրս է գալիս, էստեղ մայր է մտնում։ Բա երկրի խորքը։ Ես մի պապ ունեի, սրանից մի 90 տարի առաջ մեռավ, հողը դրինք։ Էն օրվանից մինչև հիմի տուն չի հասել, վայ թե խորն է։ Հետո թագավորը զինվորին զնդանը գցեց ու ասավ. Քեզ տեսնեմ, զինվոր, մոտդ 30 ղազ կղրկեմ, մի փետուր կպոկես։ Թագավորը կանչեց 30 հարուստ վաճառական ու զինվորին տված հանելուկները սրանց առաջարկեց։ Սրանք մտածեցին ու որ պատասխան չտվին, թագավորը հրամայեց նրանց էլ զնդանը տանել։ Զինվորը հարցրեց, թե ձեզ ինչի են էստեղ բերել, վաճառական տղերք։ Բա գիտես, թագավորը մեզ հարցեր տվեց, թե հեռու է երկիրը երկրից, ինչքան է երկրի լենքը, ինչքան է խորքը, դե մենք էլ խեղճ անգրագետ մարդիկ պատասխանը չգտանք։ Եկեք ամենքդ 1000 ռուբլի տվեք, պատասխանը ասեմ։ Արի ախպեր, մենակ թե ճիշտն ասես։ Զինվորը հողն առավ ու խրատ տվեց, թե թագավորի հանելուկները ոնց են հանելու։ Մի 2 օր հետո թագավորը զինվորին ու վաճառականներին կանչեց, էլի այն նույն հանելուկները տվեց։ Վաճառականները շուտ պատասխանը տվին ու գնացին իրենց տները։ Զինվոր, մի փետուր պոկեցիր։ Հա, տեր թագավոր, էն էլ ոսկի։ Տունդ շատ է հեռու։ Էստեղից չի երևում, հեռու կլինի։ Դե առ քեզ 100 ռուբլի, Աստված քեզ հետ։ Զինվորը ետ դառավ տուն ու ուզածի պես հարուստ կյանք քաշեց։